Մեծ Բրիտանիան չեղարկում է Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի մատակարարումների էմբարգոն, այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին, նշելով, որ 1992-ին ԵԱՀԿ-ի կողմից սահմանված էմբարգոն այլևս արդիական չէ դրա հետ մեկտեղ, ըստ բրիտանացի նախարարի, Հայաստան եւ Ադրբեջան արտահանման եւ առևտրի լիցենզիաների հայտերը կշարունակվեն գնահատվել անհատական ուսումնասիրությունների հիման վրա։ Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, մերձավոր արևելքից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Էրդողանին հարգում են թե Ռուսաստանում եւ թե Ուկրաինայում, Պուտինը նրան հարգում է, բացի այդ Էրդողանն իմ ընկերն է, հայտարարել է Թրամփը, պնդելով նաեւ, թե ինքը մշտապես կարողացել է լեզու գտնել Թուրքիայի նախագահի հետ։ Մոսկվան ողջունում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Գազայից հետո ուկրաինական կարգավորման վրա կենտրոնանալու ցանկությունն, այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Ռուսական կողմը շարունակում է բաց մնալ խաղաղությանը միտված երկխոսության համար, հուսով ենք, որ Միացյալ Նահանգների ազդեցությունն ու նախագահ Թրամփի դիվանագիտական հմտությունները կդրթեն ուկրաինական կողմին ավելի ակտիվ լինել խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին, նշել է Պեսկովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի մեծությամբ երրորդ քաղաքի Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից։ Նախագահի աշխատակազմի պնդմամբ որոշման պատճառը Տրուխանովի մոտ նաև ռուսական քաղաքացիության առկայությունն է։ Ինքը Օդեսայի քաղաքապետը պնդում է, որ երբեք ռուսական անձնագիր չի ունեցել։ Տրուխանովը Օդեսան ղեկավարում է 2014 թվականից Զելենսկու հրամանագրից հետո նա պետք է լքի պաշտոնը։ Օդեսայի կառավարումը փոխանցվելու է Կիևի կողմից նշանակված ժամանակավոր զինվորական վարչակազմին։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը FSB-ն հայտարարել է միլիարդատեր Միխայիլ Խոդորկովսկու եւ այժմ արտերկրում բնակվող մի շարք ռուսաստանցի ընդդիմադիրների դեմ քրեական գործեր հարուցելու մասին։ Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն Խոդորկովսկու կողմից հիմնադրված Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն կասկածվում է ահաբեկչական գործունեության մեջ։ Խոդորկովսկուց բացի քրեական գործով անցնում են Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, գործարար Եվգենի Չիչվարկինը, շախմատիստ Գարի Կասպարովը։ Վրաստանում խստացնում են հանրահավաքների անցկացման կարգը, խորհրդանում շրջանառության մեջ դրված նախաձեռնության հեղինակը իշխող կուսակցությունն է։ Նախագծի համաձայն դիմակով հանրահավաքին մասնակցելը կամ փողոց փակելը կարող է 15-ից 20 օրվա, պիրոտեխնիկական միջոցների կիրառումը կամ ներքին գործերի նախարարության պահանջով ցույցը չդադարեցնելը մինչև 60 օրվա վարչական կալանքի հանգեցնել։ Նույն գործողությունների կրկնակի կատարման դեպքում կարող է հարուցվել քրեական գործ։ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը հոկտեմբերի 13-ին 5 տարվա ազատազրկման է դատապարտել հայ ազգի բլոգեր Արեգ Շեպիխինին։ Նա մեղավոր է ճանաչվել Instagram-ում հրապարակված մի շարք տեսանյութերի համար, որոնցում ըստ դատախազության սպառնալիքները հնչեցրել չեչենների, դաղստանցիների, նաև հրեաների եւ մահմեդականների հասցեին։ Շեպիխինի անունը լայն հանրությանը հայտնի դարձավ հունիսի 3-ին, երբ Չեչնիայից Մոսկվա ժամանած ոստիկանները փորձել էին առևանգել նրան Ռուսաստանի մայրաքաղաքի երկաթուղային կայարաններից մեկում։ Полицию вызывали.